Հարաբաղը ծախեցին, մեր պրեմիա են տալիս միլիցեկին։ Իսկ որ ասում եք, որ Կահանեն, դեմ չելն է, պրեմիանը տեղից է թալանչիների։ Երբ որ մենք ասում ենք, որ դուք նշում եք, որ կա թալան, մենք ուզում ենք համաձայնել ձեզ հետ, մենք ուզում ենք, որ գտնեք այդ մարդկանց և օրենքի ամբողջ խստությամբ պատժեք, բայց ինչ է անում իշխանությունը։ Իշխանությունը, երբ որ արցախցիները ներկայացնում են իրենց հստակ կարիքները, իրենց հստակ խնդիրները, ասում են գնացեք ձեր թալանչիների պահանջեք։ Խնդրում եմ ցույց տվեք այդ թալանչիներին և ուղարկեք համապատասխան մարմնի ներկայացուցիչներին, այդ մարդկանց արգրավեն, չգիտեմ, պատժեն, թալանը հետ վերադարձվի, ինչպես իրենց նախընտրական քարոզարշավում էին ասում։ Ես չգիտեմ ինչն է փոխվել, որ հասարակ քաղաքացում ուղարկում են ինչ-որ թալանչիների բռնելու, նրանցից ինչ-որ փողեր վերցնելու, եթե սա երկիր է։ Ինքն էլ ինչպես իրենք են սիրում ասել ժողովրդավարության բաստիոն, ապա խնդրում եմ, գնացեք ձեր նշած թալանչիների հետևից։ Եթե իհարկե դուք այդ թալանի մաս չեք, և հենց միակ պատճառն դա է, որ մինչև հիմա թալանչիներ ասված ինչ-որ օդային խոսք է, այլ ոչ անուն ազգանուններ, այլ ոչ քրեական գործեր և ոչ բան։ Ամեն դեպքում մենք գիտենք ինչ նպատակով է սա արվում, սա էլի ևս ատելության այդ արկղի մեջ ևս մի կաթիլ, ևս մի բան ավելացնելու համար է, որ տեսեք, թալանել են, հիմա եկել են մեզ են ուզում թալանել եւ այլ, այսինքն այս ամբողջը ատելության խոսքի շրջանակներում է։ Մենք Արցախի եւ Հայաստանի հանրություններս, մենք ազգությամբ հայերս նշում ենք, որ մեզ համար ձեր ատելության քարոզը ոչ մի նշանակություն չունի եւ այդ նպատակով քաղաքական ակցիա ենք անում եւ ձեր այդ ամենազզվելի օրինակները պետական պաշտոնյաների կողմից ֆիքսված այս թղթի մեջ է եւ որպես մեր արձագանքը դրան մենք պարզապես փուշիկի նման այն վերև ենք բարձրացնում և ասում, որ սա մեզ համար ոչ մի բան չի նշանակում։ Սա չի նշանակում, որ ատելության խոսքը պետք է լռության մատնվի, որ դրա հետևից չպետք է գնացվի։ Այդ պատճառով մենք մինչ այս բազմաթիվ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրել եմ, բայց այսօր ևս մի փաթեթ պատրաստել վերջի վերջո նորից նշում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները անկախ իրենց ծագումից, Արցախից են, Գյումրիից են, չգիտեմ Արտաշատից են, մենք բոլորս կանգնած ենք կողք կողքի եւ մենք միասին ենք պայքարում մեր ընդհանուր իրավունքների համար։ Ոչ մի պաշտոնյա, ոչ մի մերձիշխանական, այսպես կոչված լրատվական իր զսվերի քարոզով չի կարողանա բաժանել Հայաստանի հային եւ Արցախի հային իրարից, ինչպես չեն կարողացել բաժանել 90-ականների պատերազմին, ինչպես չեն կարողացել բաժանել 2020 թվականի պատերազմին, հիմա եւս ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրենց ատելության քարոզը չհասնի մեզ, չհասնի մեր սրտերին եւ չփոխի մեր մեջ իրար հանդեպ սերը, հարգանքը եւ միասին պայքարելու ձգտումը։